Ես ողջունում եմ գործարալիքին միացած մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ուզում եմ հիշեցնել, որ դուք մեզ լսում եք 106 եւ 5 հաճախականությամբ, իհարկե կարող եք նաեւ թվային հարթակներում մեր հաղորդումները դիտել։ Թարմ ուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, մեր տաղավարում պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրամյանն է, ողջույն պարոն Աբրամյան։ Բարև ձեզ։ Նախորդ անգամ երբ դուք էլի այս տաղավարում էիք ու մենք զրուցում էինք, խոսնավարից էինք խոսում, որ կրկին իրավիճակ է լարված այնտեղ, կրակոցներ կան ու հանգիստ չէր մեղմ ասած, ինչ նորություններ ու փոփոխություններ կան, արդյոք իրավիճակը շարունակում է նույնը մնալ, հաշվի առնելով, որ ապատեղեկատվությունները թշնամական կողմից իրար հերթ չեն տալիս։ Նախ իրավիճակը մեր նախորդ եթերից հետո ակնհայտորեն փոխվել է ավելի մուգ գույների մեջ, որովհետև երբ որ մենք խոսում էինք սկզբնական փուլում դրա մասին, հիմնական թեման նրանում էր, որ իշխանությունը պարզապես թաքցնում է, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս եւ այլն, բայց ժամանակի ընթացքում այդ հրադադարի ռեժիմի խախտումները այնպիսի պարբերաբար բնույթ ստացան եւ այնքան շարունակելություն ապահովեցին, որ իշխանությունը ստիպված սկսեց արձանագրել, որ այո, նման բան գոյություն չունի։ Իհարկե դրան զուգահեռ հնչեցին չեմ խորշի ասելու, որ Հայաստանի շահերը եւ մոտեցումները ոտնահարող եւ Հայաստանի դեմ աշխատող պաշտոնական պարզաբանումներ, որոնք ավելի շատ ադրբեջանական գործողությունների արդարացումներ էին, բայց իրավիճակը դրանից փոխվեց եւ փոխվեց դեպի վատը, որովհետեւ արդեն արձանագրվեցին կոնկրետ գյուղերին ուղղությամբ կրակահերթեր, օրինակ վերջին գիշերը բավականին ծանր եղել, հատկապես Խոզնավար ներողություն Խնածախ գյուղում Խոզնավար գյուղում էլ շատ ավելի վատ եղել, քան նախորդ օրերը եղել, որքան ես տեղյակ եմ։ Ծանր ասելով ինչ ենք հասկանում։ Նայեք, իրադրության փոփոխություն ինչ է ենթադրում։ Եթե սկզբնական շրջանում մենահատ կրակոցներ էին, եւ դրանք նվազագույնը գյուղի ուղղությամբ չեն կամ գյուղերի ուղղությամբ չէին, ապա հետագայում դրանք սկսեցին մարտական դիրքերի ուղղությամբ լինել, հետո արդեն սկսեցին գյուղերի ուղղությամբ լինել։ Հիմա օրինակ այս գիշեր, եթե նախորդ ընթացքում օրինակ գիշերվա ընթացքում 3 կամ 4 անգամ կարճ կրակահերթերով էր խախտվում հրադադարի ռեժիմը, օրինակ այս գիշեր Խնածախ գյուղում 40 րոպե անդադար կրակել են, դրանից հետո մինչև գիշերը 4:30 տարբեր պարբերականությամբ, բայց նախորդ օրերից շատ ավելի շատ կրակոցներ են հնչել։ Ընդ որում ես որքան տեղեկացա Խոզնավար գյուղի դեպքում կրակել են բնակիչներից մեկի տան արևային կայանի ուղղությամբ, միջև այդ կրակոցներ եղել Խնածախի մշակույթի տան ուղղությամբ, որքան տեղյակ եմ նաև փորձել էին դպրոցի դրոշի վրա կրակել եւ այլն, այսինքն այդ սադրանքների բնույթը սկսել է ավելի վտանգավոր եւ նաեւ ինչն է խնդրալուց, որ շարունակական բնույթ կրել։ Ամսի 18-ին վերջին հայտարարությունն էր թշնամական կողմից, որ կրկին խախտում է տեղի ունեցել եւ հայկական կողմը շղթել էր այդ փաստը ու դրան հաջորդում է միանգամից էս ճիշտ եմ հասկանում, որ ամեն անգամ իրենք են ծրագրում մի նոր բան ու սկսում, այսինքն ապատեղեկատվությունը տալիս են, հետո գործողության են գնում, այսինքն այդ տրամաբանությամբ մենք պիտի քայլերին նայենք։ Այդ տրամաբանությունը աշխատում է եւ դա աշխատում է հատկապես այն պարագային, որ հայաստանյան կողմը լավագույն դեպքում սահմանափակվում է պաշտոնական հաղորդագրությամբ հերքում տալով։ Այսինքն տեղեկատվական քաղաքականություն կամ տեղեկատվական գործողությունները չեն կարող սահմանափակվել միայն սուտ հայտարարություն տալով։ Հիմա տեսեք, այն որ մեր հանրության համար դեռևս հստակ չէ թե ինչ է տեղի ունենում կամ հստակ է միայն այն մարդկանց համար, ովքեր ընդդիմադիր տարբեր կոմպետենտ գործիչների կամ փորձագետների են հետևում, դա խնդրի շատ փոքր մասն է լուծում։ Այսինքն պետական քաղաքականություն, տեղեկատվական քաղաքականություն այս թեմայով չկա։ Արդեն 3-4 շաբաթն է արդեն ընթանում, որ պարբերաբար խախտումներ են տեղի ունենում։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ այդ պարբերաբար խախտումներ ունեն համակարգային բնույթ, ինչ եմ ես ասում համակարգային բնույթ, որովհետև ամեն օր այդ նույն ուղղություններով, գրեթե նույն ժամերին, գրեթե նույն պարբերականությամբ հնչում են կրակահերթեր, այսինքն դա կարգապահական զուտ խնդիրներ չէ, ինչպես Հայաստանի իշխանությունն է փորձում արդարացնել Ադրբեջանին, փորձելով դա վերագրել Ադրբեջանի բանակի ներսում կամ ներքևի օղակներում տեղ ունեցող ինչ-որ իրադարձություններ։ Հասկանում եք, Ադրբեջանը 1 ամիս է իմ ասած
պարբերականությամբ, համակարգված ձևով աշխատում է, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարի կարգավիճակ ունեցող անձը որպես տարբերակ ասում է, գիտեք, միգուցե բանակում կարգապահական խնդիրներ կան։ Այսինքն ավելի լավ միջոց արդարացնելու ադրբեջանական սադրանքները պարզապես չի լինում, դրա համար եմ ասում, որ հայաստանյան իշխանությունների հրապարակային մոտեցումները, որոնք ըստ էության ունեն պաշտոնական բարձրագույն մակարդակ, ծառայեցվում են ադրբեջանական սադրանքները պարտակելուն եւ դրա շարունակականություն ապահովելու համար։ Դա որպես հետևանք նաեւ իթիվս այլ հարցերի, որը մենք արդեն քննարկեցինք, վերում է այն, որ մարդիկ, որոնք ինչ-որ փուլերում ունեցել են որոշում գյուղերից դուրս գալու, կամ ունեցել են որոշակի մտածմունքներ, կամ միգուցե չեն էլ ունեցել, սկսել են այդտեղ թեմաներ քննարկել, մարդիկ կան անասուններ են փորձում ծախել, մարդիկ կան արդեն վերջնական որոշում են կայացրել, մարդիկ կան, որոնք բացակայում են գյուղերից այս 3-4 շաբաթյա անից հետո, այսինքն մենք մի հատ խնդիր ունեցանք 44-օրյա պատերազմից հետո, երբ որ գյուղը դարավ սահմանամերձ, երբ որ ժամանակին մի 150 կիլոմետր հեռու էր առաջին գծից, այդ ժամանակ Առանց դել գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար դա խնդիրներ էր առաջացնում։ Այո, դե դες մի թիվ ասեմ, մինչև 44-օրյա պատերազմի հետ Խնացախ գյուղում ապրում էր մոտ 800 մարդ, հիմա կիսվել է այդ մարդկանց թիվը։ Հիմա այս տիպի սադրանքները եւս բերելու են մարդկանց դուրս գալուն, հասկանում եք։ Մի բան էլ շատ ներողություն եմ խնդրում ձեզ ընդհատելու համար, մի բան էլ արձանագրեմ ստեղ։ Տեսեք, մենք հիմնականում երբ որ տարածքային մխրճումների մասին ենք խոսում, Ադրբեջանի օկուպացված տարածքներից, հիմնականում խոսում ենք սոտքից, կութականից, ջերմուկից, խոզնավար, սևլիճ եւ այլն, բայց հատվածներ կա մենք դրանց մասին ոչ թե մենք չգիտենք, այլ հանրության մի զգալի մասը չգիտի։ Օրինակ նույն Խնացախ գյուղը, նրա կողքին գտնվող Վաղատուր գյուղը, Խոզնավար գյուղը, յուրաքանչյուր իր մասով ունեն հեկտարներով տարածքներ, խոթարկի կասենք, մեկ այլ նշանակության կասենք, որոնք ադրբեջանական բռնակցման տակ են անցել այդ 21-22 թվականների ընթացքում եւ այդ արանքում որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Հայաստանի որևէ իշխանություն այդ թեմայի մասին չի խոսում, չէ՞։ Հիմա տեսեք, սա խաղաղության օրակարգի մաս է կազմում։ Ես կարծում եմ, նայեք, ինչով է սրա կապը ձեր կողմից հնչեցված խաղաղության, ճակերտավոր խաղաղության օրակարգի մի մասը կազմում։ Նրանով, որ իշխանությունը դա քարոզել է եւ դրա պիկը պետք է լիներ 26 թվականի նախընտրական փուլը եւ բնականաբար այս իշխանությունը որ ասել է որ ի տարբերություն մնացած բոլոր իշխանությունները մենք ձեզ ստանում ենք խաղաղության այդ մյուս պատերազմներ հազարավոր զոհեր բաներ էլ էդի առանձին քննարկման թեմա է հիմա այս իշխանությունը այսպես ասած չի ուզում ընդհանուր կարգինան փչացնի ասի որ գիտեք այս փուլում արդեն 1 ամիս է կրակում են դա համակարգված բնույթ ունի դա իր հետ բերել է այս հետևանքների դրա մասին ստիպված խոսում ենք մենք Պարոն Աբրահամյան, սա անզորության նշան է, այսինքն Հայաստանի իշխանությունը այսպես ընդհանրական մոտեցում ունեն, որ այսպես թե այնպես մենք չենք կարողանա երբևէ պայքարել թշնամական պետության դեմ, մենք չունենք այդ ներուժը, դրա համար ենք մենք անընդհատ փորձում կոծկել այդ թեմաները, անընդհատ փորձում խաղաղության հարցը առաջ տանել, ասել, որ մենք խաղաղասեր ենք, խաղաղարար ենք եւ կապ չունենք այն ամենի հետ, ինչի մասին խոսում է հաճախ Ադրբեջանը, թե ամեն դեպքում այլ հարցեր կան խոսքում։ Երկու հիմնական ուղղություն կա սրա հետ կապված։ Առաջինը այն է, որ իշխանությունը իր ամենաբարձր մակարդակի պաշտոնյայի միջոցով հայտարարել է, որ իր համար նույնիսկ Հայաստանի Հանրապետության առանձին հատվածներ չունեն էական նշանակություն։ Որովհետև 21 թվականից հետո Փաշինյանի հնչեցած այն հայտարարությունը, որ ով գիտի, որ այդ լերը մերն է, տարին 12 ամիս ստեղծությունը կամ Սևլիճի համար հոգարև չենք սկսելու եւ այլն, սա առաջին հերթին ցույց է տալիս օրվա իշխանությունների մոտեցումները, այս դեպքում ես կարծում անկեղծ մոտեցումները մեր պետության տարածքային ամբողջականության եւ հայրենիքի նկատմամբ։ Հասկանում եք, բերել մարդկանց ասել որ գիտեք սա պետքա զիջենք թե չէ պատրաստ սկսի սա պետքա զիջենք թե չէ սենց կլինի սա պետքա զիջենք թե չէ սա ձեր տղան կտանենք բանակ չգիտեմ սա կանենք նա անենք այս պետությունը ավելի շատ հիմա Հայաստանի իշխանությունը ինքն է ահաբեկում սեփական քաղաքացիներին քան Ադրբեջանն է իր տեղի կատվական եւ քաղաքական բոլոր
ռեսուրսներում կարողանում այդ ազդեցությունն ապահովել հայ հասարակության վրա, որովհետև երբ որ քո սեփական իշխանությունն է քեզ հասարակությանը փոխանցում այդ անզորության զգացումը, անճարության զգացումը, անպաշտպանության զգացումը, այստեղ քո իշխանությունը շատ ավելի մեծ վտանգավորություն է ներկայացնում քո հասարակության համար, քան քո այն ճշտամիները, որոնք խոսում են քո տարածքի նկատմամբ նկարտումների մասին։ Իսկ այն հայտարարությունները, որ աշխարհից մշտապես գալիս են, թե մենք շատ կողմ ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես ինչ որ կարևոր փուլի են հասել եւ խաղաղության պայմանագիրը կարծես թե ստորագրման ճանապարհին է, այդ հայտարարությունները իրականում այդ իմաստն են արտահայտում, թե ամեն դեպքում աշխարհը տեսնում է, որ այստեղ դիսբալանս կա ուժերի եւ այնպես չի, որ միայն խաղաղության մասին խոսելով խաղաղություն է գալիս, առհասարակ ոնց է այդ մեխանիզմը աշխատում, էլի։ Առաջին խումբ երկրները, որոնք սկսեցին բանակցությունների ավարտի կապակցությամբ հայտարարություն անել, դրանք այն երկրներն էին, որոնք միջազգային ասպարեզում շատերը նաև իրենց երկրներում փորձում են ներկայացնել իրենց որպես պետություններ, որոնք այլ երկրներում խնդիրներ են լուծում, եւ բնականաբար դա իրենց համար պետք է նաև իրենց PR որոշակի խնդիրներ լուծելու տեսանկյունից ցույց տալու համար, որ իրենք բանակցել են, աշխատել են, միջնորդ են եղել, միջնորդ են ծառայել կամ կամուրջ են եղել եւ դա բերել է, ասենք, աշխարհի այս մի վայրում, այս դեպքում Հարավային Կովկասում երկու երկրների միջև որոշակի փոխհմբռնման։ Բայց հիմա զավեշտը այն է, որ երբ որ այս կրակոցները սկսեցին, դեռևս կան երկրներ, որոնք շնորհավորում էին այդ բանակցությունների ավարտին հասնելու եւ կարծես ժամանակային առումով հետ էին ընկել իրադարձություններին, որովհետեւ Ադրբեջանը ավարտվեց բանակցությունները, որը իդեպ մեր հասարակությունը չգիտի թե ինչի մասին է, դրանից հետո սկսեց այս փուլը։ Հիմա նույն այդ երկրները, նույն ջանասիրաբար, ամեն դեպս չեն արտահայտում կամ իրենց, այսպես ասեմ, դատապարտման խոսքը չեն բերում այս հրադադարի ռեժիմի խախտումների մասին, որը ակնհայտորեն տեղի ունեն ադրբեջանցիների կողմից։ Հիմա առաջին հարցը սա է առաջացնում, բայց ինչպես պետքա ֆիքսեն, թե ով է, ինչ է եւ այլն, կամ որոշակի բաներ կա, որ պետքա երկու կողմից էլ հասկանալի լինի։ Մենք խոսում ենք դրա մասին վստահ, որովհետև գիտենք իրավիճակը, բայց բնականաբար մենք պետք է խոսենք այնպիսի փաստերով, որոնք նաև երրորդ երկրների համար անկարելի լինեն։ Հիմա Հայաստանի իշխանությունները մեր քաղաքացիներին ասացին, որ մենք եվրոպացի դիտորդներին բերում ենք եւ հնարավորություն ենք տալիս մոնիտորինգ իրականացնելու եւ այլն։ Հիմա ես չգիտեմ, իրականացվում է, չի իրականացվում, ինչպես է դա իրականացվում, ինչ է դա տալիս։ Դուք տեսել եք, որ բարբերաբար ինչ որ ժամանակ առ ժամանակ դիտորդները ներկայացնեն, թե ինչ իրավիճակ է գրանցվել, արդյոք խախտումներ հայկական կողմից են եղել, թե ադրբեջանական։ Ես չեմ տեսել։ Լրատվադաշտում դրանք չեն տարածվում ու այդ ինֆորմացիան պիտի այնպիսի օղակներից կա, որ նաև լրագրողներին հասանելի լինի։ Արդյոք ձեզ գոնե հասնում է։ Չէ, իմ համար այդպիսի զեկույցները հասանելի չեն։ Մի քանի անգամ հնչել է այդ խմբի հայտարարությունը այս կամ այն իրավիճակի հետ կապված եւ հիմա սահմանափակվում է հայտարարությունները։ Բայց տեսեք, այդ հայտարարությունը քանի որ հնչել են, հիմա այստեղ այլ հարց է առաջանում, բա այս դեպքում երբ որ կա 4 շաբաթյա խախտումներ, ինչի դիտորդական առաքելությունը հայտարարությամբ հանդես չի գալու։ Մենք խոսում ենք առաջին փուլի մասին, գոնե հայտարարության, գոնե արձանագրումների մասին։ Հիմա ես ինչպես ասացի, այս խախտումները տեղի ունեն ամեն օր նույն ժամերին, այսինքն այնպես չէ որ 1-2 օր են եղել, չեն կարողացել կազմակերպել։ Դիտորդները եթե մեկ շաբաթ հետո նույնիսկ արձանագրած արձագանքած լինեին այս իրադրությանը, ապա գիշերային ժամերին 10:20, երեկոյան 22:20-ին կլինեին օրինակ Խնածախ գյուղում կարձանագրեին ադրբեջանական կրակահերթերը եւ մինչեւ 4:30, 3 կամ 4 անգամ տեղի ունեցող այդ բարբերական խախտումները։ Հիմա եթե եկել են ու չեն հայտարարել, հիմա սա ավելի մեծ հարցեր առաջացնում, ասում ենք այն տեսանկյունից, թե իրականում ինչի է ծառայեցվում այդ դիտորդական առաքելության զեկույցները, եթե դա զուտ հնարավորություն կամ գործիք է եվրոպական իշխանությունների համար կամ կառույցների համար ըստ իրավիճակի կամ ըստ անհրաժեշտության Ադրբեջանի նկատմամբ որևէ ճնշում գործադրելու, ոչ թե զուտ Հայաստանի համար, այլ իրենց օրակարգի քաշման տեսանկյունից, ապա դա, գիտեք, Հայաստանի որևէ քաղաքացու համար խնդիր չի լուծում, որովհետև Հայաստանի ժողովրդի
ժողովրդին ներկայացրել է, որ նրանց դերը այն է, որպեսզի իրենց զեկույցներով, ներկայությամբ եւ մոնիտորինգով որոշակի զսպիչ մեխանիզմ հանդիսանան Ադրբեջանի համար։ Հիմա այդ զսպիչ մեխանիզմը չի աշխատում։ Պարոն Աբրամյան, կասեն, դուք չեք տեսել վերջին տարին ավելի խաղաղ է եղել, քան դրանից առաջ, ուրեմն զսպող մեխանիզմ եղել է, չէ՞։ Նախ դա կապված է գործընթացի հետ, այլ ոչ թե ԵՄ դիտորդների ներկայության հետ, եւ եթե իրականում դա լիներ գործոններից մեկը, միգուցե միջև 1 ամիս առաջ այդ խաղաքարտը ինչ որ ուժեր կարողանային օգտագործեին, բայց այս վերջին 1 ամսվա process-ները ու անտարբերությունը այդ մարդկանց նկատմամբ, ովքեր ապրում են սահմանամերձ համայնքներում եւ այլն, ըստ էության ցույց է տալիս, որ եվրոպական օրակարգում դա ունի զուտ քաղաքական նշանակություն Հայաստանում ներկայություն ապահովելու, մեծանալու եւ դա Ռուսաստանի դեմ նաեւ որոշակի օպերացիաներ օգտագործելու համար եւ երկրորդը Եվրամիության համար շատ ավելի կարեւոր է ըստ իրավիճակի Ադրբեջանին զսպելը, որովհետեւ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ դուրս է գալիս այսպես ասած վերահսկողությունից եւ նրան պետք է լինեն տարբեր միջոցներով սաստելու եւ միջոցներից մեկը դարձել է դա։ Այսինքն Հայաստանը զուտ դարձել է տարածք, որտեղ Եվրոպական միությունը ամենայն դեպս այսօրվա տպավորություններով փորձում է որոշակի ազդեցության խնդիրներ լուծել եւ դա այդ գործիքը վերածել մահակի ընդդեմ Ադրբեջանի, որը ճիշտ եմ հասկանում, որը տարբեր իրավիճակներում, երբ որ մեզ է անհրաժեշտ, ըստ էության չի գործում։ Հայաստանի տարածքը տարբեր երկրներից փորձում են դարձնել սեփական շահերի գոտի ու կարծես թե հայկական կողմից դրան արձագանքել չկա, այսինքն մենք շատ նորմալ ենք դրան վերաբերվում։ Հայաստանի իշխանությունն է ինքը դրա հնարավորությունը ստեղծել եւ Հայաստանի իշխանությունն է, այսպես ասեմ, տենդեր հայտարարել այն երկրների համար, որոնք փորձում են Հայաստանի ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օգտագործել այս կամ այն երկրի դեմ տարբեր օպերացիաներում։ Օպերացիաներ ասածը պետք է հասկանալ միայն ռազմական դեպքում, ես այս դեպքում նկատի ունեմ քաղաքական եւ տեղեկատվական եւ այս պարագայում բնականաբար դա որևէ ձևի չի կարող ընդունելի լինել։ Ես հասկանում եմ, որ այն երկրները, որոնք տարբեր փուլերում միջնորդական առաքելություն են ունենում տարբեր հարցերում, այդ թվում օրինակ Արցախյան հարցը, որը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո էր Միացյալ Նահանգները, Ռուսաստան եւ Ֆրանսիա եւ բնականաբար յուրաքանչյուրը իր մասով ուներ իր շահագրգռվածությունը շահերը, ու այնպես չէ նրանք բացառապես այստեղ են այդ կոնֆլիկտը լուծելու համար։ Յուրաքանչյուրը փորձում էր իր գծի մեջ գործել, իր ազդեցությունը ապահովել եւ այլն, բայց երբ որ կա պետություն, այդ դեպքում այդ շահերը փորձ է արվում ներդաշնակեցնել, հաշվի առնել դիմացինի շահերը, հաշվի առնել քո պետական եւ ազգային շահերը եւ չպետք է քո երկրում այլ սուբյեկտներ ունենան ավելի շատ արտահայտված եւ իրացված շահեր, քան քո ազգային պետական շահերն են դա ենթադրում։ Հիմա Հայաստանյան այս իշխանությունը երկիրը վերածել է մի փորձադաշտի, որտեղ գալիս են ինչ-որ օպերացիաներ են երկրորդ, երրորդ կամ չորրորդ երկրների դեմ իրականացնում, դրանից շահում են յուրաքանչյուր իրենց մասով, բայց որևէ բան չի շահում Հայաստանի Հանրապետությունը։ Շատ լավ, փորձագիտական դաշտում կարծիք է շրջանառվում, որ եթե մենք ուշադիր լինենք Ադրբեջանի քայլերին, պատրաստվածությանը եւ այն փուլերով, որ անցնում է մեր թշնամի պետությունը, ակնհայտ է, որ Ադրբեջանը չի պատրաստվում պատերազմի հենց միայն Հայաստանի դեմ, այլ սա տարածաշրջանային ավելի մեծ ինչ որ process-ներ են ընթանում, հաշվի առնելով նաեւ Իրանի հանգամանքը, այն լարումները, որ տեղի են ունենում այս օրերին, ինչ եք կարծում, իսկապես կա նման հարց եւ մենք չնայած կարծես թե մեր մասով միայն Հայաստանով ենք ամբողջին նայում, բայց աշխարհն ու տարածաշրջանը բացարձակ այլ բանի է պատրաստվում։ Տեսեք, դրանք տարբեր ժամանակահատվածների սցենարներ են, որոնք կարող է այսօր ակտուալ չլինել, կամ այսօր ակտուալ լինեն, բայց չիրագործվեն, բայց 2-3 կամ 5 տարի հետո դառնան առաջնային օրակարգի հարց եւ ինչ-որ բան, ինչ-որտեղ փլվի կամ պայթի եւ այլն։ Հիմա հասկանալի է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև արկա այս կոնֆլիկտը եւ նաեւ դրա որոշակի հանգուցալուծումը կախված չէ միայն բացառապես մեր երկու երկրներից։ Յուրաքանչյուրը ըստ էության պետք է փորձի նաեւ հասկանալ, թե սա այլ երկրների հարաբերությունում այս թեման եւ դրա լուծման եւ իր շահերին համահունչ լուծման տեսանկյունից ինչպիսի համադրելիության դաշտում է։
Հիմա Ադրբեջանը փորձում է մի քանի ուղղությամբ աշխատել, մի կողմից դա ծախել Իսրայելին եւ նաեւ Իսրայելի միջոցով Միացյալ Նահանգներին, Իրանի թեման, կան հարցեր, որոնք Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները տիրույթում են, այսինքն այնտեղ շահերի համընկնում կա եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև եւ այլն։ Հիմա խնդիրը այն է, որ յուրաքանչյուրը իր մասով աշխատում է։ Իրանը փորձում է իր դիրքը պահել, որոշակի կտրուկ խաղի կանոններ հռչակելով, հատկապես այսպես կոչված միջանցքային դրամաբանության հարցում, բայց հարցը շատ ավելի է բարդանում, երբ որ այս ամեն ինչի մեջ երբ որ այդ հիմնական հատման կամ բախման տարածքը կամ կետը Հայաստանի Հանրապետությունն է, Հայաստանի իշխանությունը խոսքի կամ արտահայտման իրավունք այստեղ չունի։ Հիմա ինքը մտել է մի խաղի մեջ, որտեղ իրեն թելադրում են որոշակի սցենարներ, ինքը սցենարների մեջ տեղավորում, այդ սցենարների մեջ չկա Հայաստանի Հանրապետությունը, կան կոնկրետ շահեր, որոնք մի կողմից Ռուսաստանի հետ են բախվում, մի կողմից Իրանի հետ են բախվում, հասկանում եք, եւ դրա համար էլ մեծ թվով հարցեր կան, որոնք Հայաստանին վերաբերում է, ու քեզ թվում է, որ առաջին հերթին այդտեղ պետք է որպես ակտիվ կողմ կամ գոնե կոնկրետ կողմ տեսնել Հայաստանի Հանրապետությունը, բայց տեսնում ես, որ Հայաստանի Հանրապետություն չկա, եւ Հայաստանի վերաբերող հարցերը մեկ քննարկվում են Իրանում, մեկ Թուրքիայում, մեկ Մոսկվայում կամ Բրյուսելում, այսինքն սա է ընդհանուր իրավիճակը։ Իրավիճակը մեղմ ասած լավ չէ, իսկ ներքաղաքական դաշտում էլ փոփոխությունները կարծես թե շարունակվում են, մասնավորապես Գյումրի ընտրությունները ներկայացվեցին մինչև ընտրությունները, որ սա մասշտաբային է լինելու, շատ կարևոր է մինչև 26 թվական, նախ կուզեմ ձեր կարծիքը իմանալ, որքանով է սա կարևոր եւ որքանով է կարևոր 26 թվականի ընտրությունների նախաշեմին եւ նաեւ կուզեմ անդրադառնալ վերջին հարցազրույցին Civilnet-ի եթերում, եթե չեմ սխալվում, Վարդան Ղուկասյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին, ասում է, որ նախ վտանգներ է զգում Սերժ Սարգսյանից եւ այն մահափորձը, որ տեղի է ունեցել իր իշխանության օրոք, դա բացահայտված չի, եղել է քաղաքական պատվեր։ Այդ մասով էլ կուզեմ ձեր կարծիքը իմանալ, պարոն Աբրամյան։ Անկեղծ ասած, կոնկրետ համատեքստը եւ եթերի այդ հատվածը ինքս չեմ տեսել եւ շատ ավելի հասցեական այս պահին դժվարանում է մեկնաբանություններ անել, բայց գիտեք, քաղաքական դաշտում մինչև 2018-ից հետո մեկապարանոց այնպիսի հայտարարություններ են հնչել, մի մասը ըստ էության եղել է հաղորդումներ նաև իրավապահ մարմիններին, մի մասը եղել են քննադատություններ, որոնց համար շատերը հետո ամաչել են, գլուխ են կախել, մի մասը ներողություն են խնդրել եւ այլն։ Ամեն դեպս ես Գյումրի ընտրությունների հետ կապված այս պահին, ինչպես ընտրություններից առաջ էր, այնպես էլ հետո էր ես շատ զգուշողական վերաբերմունք եմ արտահայտում, որտեղ իմ համար շատ անկանխատեսել է, թե իրադարձությունները ինչպես կշարունակեն զարգանալ, ամեն դեպքում Վարդան Ղուկասյանը կամ մնացածները, ովքեր փորձում են թեկուզ մակարդակում որոշակի նշաձող սահմանել եւ դրա մեջ տեղավորվել կամ փորձում են հայտ ներկայացնել քաղաքական ավելի մեծ զարգացումների համար, ապա պետք է զգուշ լինեն իրենց հայտարարությունները, որովհետեւ երբ որ մենք սկսենք հանգարց նրանց արդեն արձագանքելը, շատ քիչ բան կմնա իրանցից։ Հիմա քանի որ որոշակի նաեւ կոնսենսուս է հանրային ձևավորված, որ ամեն դեպս ԿՊ-ն չի հաղթել է մի մարդ, ով ունի ընդդիմադիր դիրքավորում, ես այս պահին դեռ չեմ ուզում շատ ավելի կոշտ արտահայտվել եւ նաեւ հաշվեմ առնում այն հանգամանքը, որ ինքս այդ եթերը չեմ տեսել, հաշվեմ առնում այն մոտեցումները, որոնք մի քանի անգամ դրանց խոսքում արտահայտված են եղել, բայց ես զգուշացնում եմ, որ եթե հանգարց նմանատիպ մոտեցումները, որոնք մեղադրանք կառաջացնեն հանրապետականի կամ նրա ղեկավարին Սերժ Սարգսյանի նկատմամբ, հետագայում շատ ավելի ծանր հետևանքներ կառաջացնեն այդ նույն արտահայտողների համար, անկախ նրանից թե նրանք ովքեր են, ինչ են իրենց ներկայացնում կամ քաղաքական կամ ոչ քաղաքական ինչ նպատակներ են դնում իրենց առաջ։ Իսկ ընտրությունների մասով 26-ի համար արդյոք պատկերը այսպես ավելի մեծ ցույց է տալիս, թե ինչ է լինելու։ Գիտեք, մի կողմից Գյումրին մեծ քաղաք է եւ քաղաքական նշանակություն ունեցող քաղաք է, որի հետ կապված սահագին վերլուծելու հարցեր կան, թե ինչը ինչ իրավիճակի բերեց, ում ձայնը ինչպես ձևավորվեց կամ հետագայում դա ում հետ կարող է աֆիլիացված լինել եւ 26 թվականի ընտրություններում դա ում համար կարող է օգտակար լինել, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ
թիմ մակարդակը կոնկրետ քաղաքները, այս դեպքում հենց նորից Գյումրիի դեպքում կան որոշակի գրված չգրված խաղի կանոններ, կա մենտալիտետային մեծ տարբերություն եւ շատ դեպքերում այնտեղ ավելի շատ աշխատողը ոչ թե քաղաքականն է, այլ անձերն են եւ անձերի շուրջը շատ բան տեղի ունենում։ Կան անձինք, որոնք ընտրում են կոնկրետ մարդկանց, բայց երբ որ դու դրանց հետ խոսում ես, ու այդ անձանց քաղաքական վարքագծի մասին ես խոսում, այդ մարդիկ կամ տեղյակ չեն, կամ էլ դա երբևէ որևէ առաջնային հարց չեն համարում, որովհետեւ իրենց կապը կամ իրենց ընտրությունը կապված է ավելի շատ անձնային հարաբերությունների կամ ինչ-որ գործոնով պայմանավորված, բայց ոչ որևէ պարագայում քաղաքական։ Իհարկե Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ կա այնտեղ նաև քաղաքական դիրքորոշման հարց, այսինքն ընտրողների կոնկրետ թիվ կար, որոնք արել էին քաղաքական ընտրություն, այս դեպքում նաև ներկայացնելով ընդդիմադիր ձայնը։ Ես չեմ ուզում ասել, թե տարբեր այլ տեխնացիոների դեպքում այդ քաղաքական ձայնը կար կամ չկար, բայց օրինակ Ռուբեն Մխիթարյանի դեպքում հիմա որ հստակ էր, որ հիմնական քաղաքական ձայնը նաև հավաքվել էր այստեղ։ Կրկնում եմ, կային օրինակ տեխնացիոներ, որոնց դեպքում էլ կային, բայց ռեսուրսների մոբիլիզացիայի բանի տեսանկյունից յուրաքանչյուրը ուներ իր հաղթաթուղթը եւ այս դեպքում կային գործոններ, որոնք քաղաքական էին եւ շատ դեպքերում կային, որոնք առհասարակ քաղաքական թեմաների հետ կապ չունեին։ Մյուս կողմից էլ նաև ամեն դեպքում ճիշտ եք համարում այս ճանապարհով գնալը, այն ինչ որ տեղի ունեցավ այս վերջնարդյունքով։ Դե գիտեք, հիմա ես կողմ եմ պայքարին։ Հիմա ամեն մեկը իր մակարդակում կապված ստատուսային առումով, դա համապետական է թե թիմ մակարդակ է, ինքը պետքա գնահատի այդ իրավիճակը, այստեղ գնալու անհրաժեշտություն կա թե չկա։ Հիմա ամեն քաղաքի դեպքում այդ տարբեր ձևով արտահայտված։ Նույն իրավիճակն է նաև տես թելադրում։ Դրա համար էլ մի քաղաքի դեպքում դա կարա աշխատի, մի քաղաքի դեպքում կարա չաշխատի։ Դրա համար ես կրկնում եմ, Գյումրիի մասով իմ համար կանխատեսելիություն չկա, թե Գյումրիում ինչ է լինելու, իշխանությունը ոնց է գործելու, այս պայն քաղաքապետի պաշտոնում գտնվող անձը իրան ինչպես է դրսևորելու եւ այլն, որտեղ օրինակ քաղաքական հայտարարություններ են հնչել Հայաստան, Ռուսաստան, Բելարուս միության մասով։ Հիմա այն մարդիկ, ովքեր ընտրել են, նույնիսկ քաղաքական բան են դրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա այդ մարդիկ կողմ են, որ Հայաստանը գնա, ասենք Ռուսաստան, Բելարուս այդ օրակարգով։ Հիմա տեսեք այն արտահայտիչ բաներից մեկն է, որը օրինակ հիմա այստեղ քննարկում ենք։ Ես դրա համար եմ ասում, ինքը որպես կերպար անկանխատեսելի է, ու չգիտես հաջորդ պահին ինչ կանի, ոնց իրեն կպահի, այդ թվում նաև այն հայտարարությունները, որոնք դուք ներկայացրեցիք որպես մեկնաբանման առարկա, դա էլ հազար ու մի տեսանկյունից չի երևում, թե ինչ են ուզում կամ ինչ է ուզում, ինչին է ուզում հասնի։ Ինչ է, սա հուշում է իրավապահ մարմիններին Սերժ Սարգսյանի կամ հանրապետականի դեմ կենտրոնանալու, թե այլ բանի համար է ուղղված։ Դրա համար եմ ասում, մի քիչ ժամանակը կանցնի, մի քիչ կպարզաջրվեն, արդեն ավելի պարզ կլինի։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնում եմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակից պատիվ ունեմ խմբակցության քարտուղարներ Տիգրան Աբրահամյանը, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, կհանդիպենք։